Նոր ատոմակայանի ձևաչափի ընտրության համար հատկացված ժամանակը ավարտին է մոտենում։ Պետք է կողմնորոշվել, մեծամորում ևս մեկ էներգաբլոկ Ռոսատոմի կողմից, թե մի քանի մոդուլային ռեակտոր ամերիկացիների նախագծով, ինչ աշխարհաքաղաքական հետևանքներ կունենա էներգետիկ առաջնահերթությունների հնարավոր վերանայումը։ Ատոմային էներգետիկան իսկապես չունի Հայաստանում այլընտրանք, թե վերականգնվող աղբյուրների հետ այնուամենայնիվ արժի հույսեր կապել։ Եթերում հեռանկար բանավեճն է ակտուալ խնդիրների համապարփակ քննարկմամբ։ Անցած շաբաթ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կապրկինը այցելելով Մեծամորի ատոմակայան հայտարարեց, որ Մոսկվան սպասում է Երևանի որոշմանը նոր էներգաբլոկ կառուցելու կամ մոդուլային ռեակտորներ տեղադրելու իր առաջարկների վերաբերյալ։ Ամերիկյան էներգետիկ կորպորացիաների առաջարկները նույնպես ուժի մեջ են։ Ժամանակն է որոշել, որ տարբերակն ենք ընտրելու եւ ինչպես ենք ապահովելու մեր էներգետիկ անվտանգությունը։ Այս հարցում մեզ կօգնեն կողմնորոշվել էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանը ու էներգետիկայի գործակալության հիմնադիր Հայկ Հարությունյանը։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Մինչև զրույցին անցնելը նախ ներկայացնենք մի տեսանյութ, որը իմ գործընկերն է նախապատրաստել, պատմության մասին հիշեցնող, որից հետո շարունակենք։ Ուղիղ մեկ տարի առաջ հայտարարվել էր, որ նոր ատոմակայանի կառուցման հարցով Հայաստանը բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Հարավային Կորեայի հետ։ Օրեր առաջ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել էր Մեծամորի ատոմակայան ու հայտարարել, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին առաջարկել ԱՀԿ-ի նոր էներգաբլոկի տարբեր նախագծեր, ըստ հայկական կողմի ընտրության։ Լրատվամիջոցների փոխանցմամբ դեսպանը կրկին առաջ է տարել Ռոսատոմի առավելությունները, նշել, որ այն ռեակտորների մեծ տեսականի ունի, ինչպես մեծ, այնպես էլ փոքր հզորության։ Ռոսատոմն ունի յուրահատուկ տեխնոլոգիաներ, այս տեսակի լողացող կայանն արդեն գործում է, իսկ վերգետնյա կայանը կառուցվում է։ Ռուսաստանի դեսպանը նշել է, որ կայանի գործող էներգաբլոկի ծառայության ժամկետի երկարաձգմանն աջակցելու հարցում աշխատանքներն ընթանում են բնականոն ռեժիմով։ Կարևորում եմ երկու երկրների համար ընդհանուր նորմատիվային դաշտի պահպանումը, հաշվի առնելով, որ գործող կայանը կառուցվել է խորհրդային տեխնոլոգիայով, որի իրավահաջորդը ռուսական Ռոսատոմ կորպորացիան է։ Մինչ ռուսական կողմը Հայաստանին նոր ատոմակայանի կառուցման տարբեր ծրագրեր է մտադիր առաջարկել, հայկական կողմը դեռ չի բացահայտում, ի վերջո որ երկրի ծրագրին է տալու նախապատմությունը։ Մեկ ամիս առաջ Հայաստանում էր գտնվում միջուկային էներգիայի ամերիկացի փորձագետների խումբը։ Խոսքն ամերիկյան Westinghouse էլեկտրիկ ընկերության պատվիրակության մասին է։ Նրանք աշխատանքային հանդիպումներ են անցկացրել Երևանում ու Մեծամորում։ Այս մասին հայտնել էր ԱՄՆ դեսպանությունը։ Ամերիկյան խումբը Հայաստանի Հանրապետությունում քննարկել էր երկրի էներգետիկ ապագային վերաբերող հարցեր։ Ամերիկյան ընկերություններն ունեն անհրաժեշտ փորձ և ինովացիոն տեխնոլոգիաներ Հայաստանի էներգետիկայի ապագան ապահովելու համար։ Մասնագետների գնահատմամբ ընկերությունն ամերիկյան առաջատարներից մեկն է միջուկային էներգիայի ոլորտում։ Նախորդ տարվա հուլիսին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ առարկայական քննարկումների փուլում է նոր ատոմակայանի կառուցման հարցով։ Գրիգորյանի այս հայտարարությունից ամիսներ անց Հայաստանն ու Միացյալ Նահանգները սկսեցին բանակցել միջուկային համագործակցության համաձայնագրի հարցերի շուրջ։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ ելքով կավարտվեն բանակցությունները, բայց միայն այս համաձայնագրի ստորագրումից հետո ամերիկյան ընկերությունները իրենց միջուկային տեխնոլոգիաները կարող են Հայաստան բերել։ Ուղիղ 2 տարի առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղարության, Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ենթաանձնաժողովի լսումներում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների տեղակայման հնարավորությունը, ձգտելով ամրապնդելու այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։ Անորոշության այս ֆոնին հայտնի է այն, որ Հայաստանում սպառվող էներգիայի մոտ 40%-ն արտադրող Մեծամորի ատոմակայանը հաջորդ տարի նորոգման պատճառով 4,5 ամիս չի աշխատելու։
Հիշեցնենք, որ Հայաստանի գործող ԱԷԿ-ը պետք է ավարտեր աշխատանքը 9 տարի առաջ, սակայն դրա շահագործման ժամկետը երկարաձգվեց նախ մինչև 2026 թվականը, ապա եւ մինչև 2036 թվականը։ Չնայած ատոմային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանն ու Հայաստանը համագործակցության երկարամյա փորձ ունեն, սակայն փորձագետների կարծիքով Հայաստանը կաշկանդված չէ նոր գործընկերների որոնման հարցում։ Ընդհանուր առմամբ Հայաստանի էներգետիկ համակարգը բաղկացած է մի քանի հիմնական բաղադրիչներից, որոնք միասին ապահովում են երկրի էներգետիկ անվտանգությունը եւ հոսանքի մատակարարումը բնակչությանը եւ տնտեսությանը, եւ այսպես միջուկային էներգիա, ջրաէլեկտրակայաններ, ջերմաէլեկտրակայաններ, էլեկտրահաղորդման ցանց, բնական գազի համակարգ, բաշխման ցանց եւ վերականգնվող էներգիա։ Վերջին տարիներին հատկապես ակտիվ քայլեր են կատարվում դեպի վերականգնվող էներգիայի խթանման, էներգետիկ անկախության ամրապնդման տեսանկյունից։ Օրինակ, մինչև վերջերս տպավորություն կար, որ ընտրությունը ռուսների առաջարկած մեծ նոր էներգաբլոկ կառուցելու եւ ամերիկացիների առաջարկած փոքր մոդուլային ռեակտորներ տեղադրելու միջև է։ Հիմա պարզվում է, որ Ռուսաստանը եւս պատրաստ է մեծ փոքր մոդուլային ռեակտորներ տեղադրել, եթե մեր ուզածը դա է։ Դա ընտրությունը բարդացնում է, ճիշտ է տպավորությունը։ Իրականում փոքր մոդուլայինների մասով Ռուսաստանը այդ առաջարկը նախկինում էր արել, բայց ոչ պաշտոնական, ավելի շատ ոչ պաշտոնական հանդիպումների մակարդակում, որովհետև ըստ էության Ռուսաստանը ուներ լայն սպեկտր եւ դրա ամենաառաջի առաջարկը եղավ, երբ որ հունիսի 5-23 թվականին Ռոսատոմը այստեղ մեծ քննարկում Երևանում անցկացրեց, որտեղ ճիշտ է շեշտը դուք ճիշտ եք ասում, հիմնական շեշտը մեծ ռեակտորի վրա էր 1200 մեգավատի, քանի որ դա իրանց մոտ արդեն բավականին տարբեր պետություններում տեղակայված հզորություն է, փորձարկված հզորություն է, փորձարկված ռեակտոր է եւ այլն, բայց իրենք քանի որ ինչպես բոլոր այդ ուղղությամբ առաջատար պետությունները, այդ թվում Ռուսաստանը բնականաբար, նաեւ փոքր մոդուլայինների հետ նախագծում եւ ապա շինարարություններ նախաձեռնել եւ ձեր ռեպորտաժում էլ նաեւ ակադեմիկ Լոմոնոսովի մասին ըստ էության հնչեցվեց, որը լողացող առաջին մոդուլային ռեակտորն է քաղաքացիական նպատակների համար, այսինքն մոդուլային ռեակտորներ, քննադատները ասում են վաղուց կան, իհարկե կան, բայց դրանք ոչ ռազմական նպատակներով էր։ Հիմա քաղաքացիական նպատակների համար կամ խաղաղ ատոմի տրամաբանության մեջ ըստ էության ռուսական առաջարկը լայն էր, այսինքն դուք ինչ կուզեք, այսինքն հայկական կողմը ինչ ուզում է, իրենք պատրաստ են առաջարկել, բայց տեխնիկատեսական հիմնավորումները, որոնք սկզբից ներկայացվել էին, հետո վերանայվել էին հայկական կողմի առաջարկությամբ, դրանք մեծ ռեակտորի մասով էր։ Ամերիկյանի տարբերակը, այո, փոքրներ եւ սկզբից ամենասկզբում քննարկվում էր NuScale ֆիրմայի տարբերակը, որը որ սկզբից 50, ապա 177 մեգավատ հզորությամբ ռեակտորների մեկ մոդուլի հզորության մասին էր խոսքը, որ գաղտնիք չի, որ NuScale ընկերությունը նաև ճանաչվեց ֆինանսական պատճառներով, ֆինանսական դժվարությունների պատճառով ծրագիրը կանգնեցվեց հենց ԱՄՆ-ում։ Լիցենզավորման գործընթացը կանգնացվեց եւ այլն եւ այլն։ Westinghouse-ը բնականաբար շատ ավելի փորձառու կազմակերպություն է, շատ ավելի ոչ միայն նույնպես պրոբլեմատիկ։ Տեսեք, փոքր մոդուլայինների մասով բոլորն են պրոբլեմատիկ, բայց ատոմային էներգետիկայի տեսանկյունից եթե մենք համեմատում ենք Westinghouse-ը կամ NuScale-ը, այնտեղ համատելու բան չկա, որտեղ Westinghouse-ը դա համաշխարհային բարձրացած ասած ըստ էության բրենդ է։ Եվ Ճապոնիայում հսկական ծրագրեր ունեն իրականացված, եւ Չինաստանում եւ այլն։ Բայց Westinghouse-ի հետ էլ ըստ էության քննարկվում է էլի մոդուլայինի տարբերակը։ Westinghouse-ը չունի պատրաստի մոդուլային, ունի նախագծման փուլում գտնվող մոդուլային։ Այստեղ մի կարևոր նրբություն, որը որ երևի չեն կարողանալու խուսափել, քաղաքական ենթատեքստը, որ 2 տարի առաջ նաև ձեր ռեպորտաժում է նշվում, որ Ռուսաստանի Չինաստանից կախվածության նպատակով մեր այդ թվում մեզ կարող առաջարկվել։ Ես չգիտեմ, թող քաղաքագետները պատասխանեն որպես հռետորական հարց, արդյոք հիմա ԱՄՆ առաջնահերթությունների մեջ այդ նպատակը կա կամ այդքան առաջնահերթ է, ինչպես օրինակ 2 տարի առաջ։ Եվ որպես արդյունք Westinghouse-ի այցելությունը, կիսագաղտնի այցելությունը մասնագետների, դա ըստ էության իներցիոն էր, որովհետև դեսպանը չի փոխվել ԱՄՆ-ի։ Նախկին ռեժիմը, նախկին ադմինիստրացիայից դեռևս նշանակված դեսպանն է։ Եթե դեսպանը փոխվեց, վստահաբար էներգետիկ ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցությունը փոխվելու է։ Հայկ, ճիշտ է տպավորությունս, որ ռուսները նկատելով, որ միգուցե աշխարհաքաղաքական ինչ-որ նպատակներով Հայաստանը հակված է ընդունել ամերիկացիների տարբերակը եւ պատճառաբանություն է փնտրում ինչու է հենց այդպես անելու, այդ նպատակով առաջարկեցին մոտավորապես այն, ինչ ամերիկացիներն են առաջարկում։ Տեսեք, չեմ կարծում, որովհետև ի տարբերություն մնացածի Ռուսաստանը հիմա նույն Ուզբեկստանում արդեն ստորագրել է եւ սկսել է փոքր մոդուլար
ռեակտորներով ատոմակայանի կառուցման ծրագիր, ուստեղ հարցը իմ կարծիքով մենք մի քիչ սխալ տեսանկյունից ենք մոտենում։ Եկեք մի քիչ տնտեսական տեսանկյունից էլի հարցերին նայել։ Տեսեք, 1200 մեգավատանոց AS92 ռեակտորով ատոմակայանի նոր ծրագիրը ինքը նոր չէ, ինքը եթե չեմ սխալվում, իր տեխնիկատնտեսական հիմնավորումը Worley Parsons-ը 2009 թե 10 թվականին է արել, դեռ այն ժամանակ, երբ որ մենք ուզում ենք նոր էներգաբլոկը հենց այդ տեխնոլոգիայով կառուցել, հետո Ֆուկուշիման եղավ եւ ամբողջ աշխարհում ոնց որ այդ ռենեսանսը ատոմային էներգետիկայի ժամանակավորապես սառեցվեց եւ այդ ծրագիրն էլ համապատասխանորեն դրվեց մի հատ տարակում։ Բայց այն ժամանակ եւ հիմա խնդիր կա այդ էլեկտրաէներգիայի պահանջարկի, այսինքն այդ 1200 մեգավատանոց ատոմակայանը մեր ներկա սպառումից մոտավորապես 30-40% ավելի շատ էլեկտրաէներգիա էր կարողանալու ապահովել։ Եթե մի կողմ դնենք ռեժիմային խնդիրները, որոնք ոչ մի լուծում չունեն, որ դու ունենաս մի համակարգում, որ ցերեկվա սպառումը 1000 մեգավատ, 1200 մեգավատանոց կայան, դա անհնար է կարգավորել առանց շատ լուրջ միջհամակարգային կապերի, նույնիսկ եթե այդ կապերն էլ լինել ամբողջովին էներգետիկ քո անվտանգությունը կառուցես հարևանների ոնց որ կախվածության ներքո, դա էլ մեկ այլ լուրջ անվտանգության հարց է, բայց ամենամեծ հարցը, որը ոչ մեկ չի քննարկում, դա այնա, որ փոքր մոդուլար ռեակտորները ավելի թանկ են լինելու։ Այսինքն ինքնարժեք էլեկտրաէներգիայի նկատմամբ եւ կապիտալ ներդրումները եւ ինքնարժեքը միավորի հաշվարկով ինքը շատ պարզ բան է, եթե 1200 մեգավատով կա մասշտաբի էֆեկտ, այստեղ մենք ասում ենք, չէ, եկեք փոքրացնենք։ Գնացել է պատմության ընթացքում մեծացման, որպեսզի տնտեսական ավելի Լավ, լուծումը դուք որտեղ եք տեսնում։ Տեսեք, լուծումը առաջինը ես տեսնում եմ, որ Հայաստանը պետք է հասկանա իրեն ինչ է պետք։ Հայաստանը իրեն պետք է հասկանա։ Անվտանգություն, էժանություն։ Չէ, նախ ընդունենք լավ, ատոմային էներգետիկա ասում ինձ պետք է։ Ինչ է ասում ատոմային էներգետիկա, որ պետք է։ Առաջինը արգումենտներից մեկը, որ մենք ունենք լավ դպրոց, մենք ունենք 5 տասնյակ տարիների արդեն պատմություն, նախ կրթական համակարգ, մասնագետներ եւ շատ ափսոս է, որ դրանք կորցնենք։ Սա արգումենտներից մեկն է։ Երկրորդը, որ ինքը մաքուր եւ բազային էլեկտրաէներգիա է, որ մեզ դա պետք է եւ անվտանգային տեսանկյունից շատ կարեւոր է։ Երրորդ, որ ինքը նես տալիս է դիվերսիֆիկացիա, այսինքն պետք է հերթով սկսենք բան անել։ Եթե մենք վերցնում ենք օրինակ առաջի արգումենտը, պետք է ընդհանրապես այլ տեխնոլոգիաներ, քան Ռոսատոմի տեխնոլոգիան չքննարկենք, որովհետև եթե դու գնում ես այդ մասնագետները էս գիտեն։ Իհարկե, մենք այն ժամանակ բավականին լուրջ ուսումնասիրություններ ենք կատարել եւ միակ, որ sense մի քիչ մոտիկ էր, որ կարելի էր ասել մեր համակարգին թե հզորություններով, թե մի քիչ տեխնոլոգիաներ, կանադական ռեակտորներ 600 մեգավատ, բայց էլի այնպիսի խնդիրներ կային, որոնք 2 տասնյակ տարի պետք է նախապատրաստվեր, որպեսզի կարողանայր դա սպասարկել եւ այլն։ Այսինքն առաջի տեսանկյունից մի քիչ այս քննարկումները իմ համար այդքան լուրջ չեն թվում, որովհետեւ կարելի ասել իրանք զուտ քաղաքական կոնտեքստ ունեն։ Երբ որ դու իրան ենթարկում ես տնտեսական հաշվարկների եւ տնտեսական անալիզի, տարբերակ չկա որևէ լագիշնի հետևության գալ։ Երկրորդը մեզ դա ատոմային էներգետիկան պետք է անվտանգության համար, որովհետև 90-ականներին հիշում էին գազի մատակարարումները ոնց էին բանում, բայց մեկ ուրիշ հարց, ցանկացած օդային տագնապի դեպքում, ցանկացած վտանգի դեպքում ատոմակայանը առաջիկայինն է, որը պետքա կանգնի։ Ես եղել եմ զորավարական մարմնի ղեկավար էներգետիկայի, այդ ամբողջ պրոցեդուրան լավ հասկանում եմ։ Այսինքն, երբ որ մեր մոտ աստվածաշնչի պատերազմական վիճակի հասնի, ատոմակայանը չի մատակարարելու մեզ էլեկտրաէներգիա, ատոմակայանը անվտանգության նպատակներով պետքա կանգ առնի։ Գալիք տարի կես տարով կանգնելու է։ Դա խնդիր չի առաջացնում ոնց հասկացա տնտեսության համար։ Չէ, ինքը մենք ունենք ռեզերվային հզորություններ, մենք ունենք ջերմային այլ հզորություններ, մեր համակարգը այդ առումով հզորությունների առումով ունենք շատ ավելի շատ, քան մեզ պետք է։ Զուտ մի հատ թիվ ասեմ, մինչև 91 թվական Հայաստան էներգետիկ էլեկտրաէներգիայի սպառումը եղել է 16 միլիարդ կիլովատ ժամ։
հետո իջավ 4, հետո 5, հետո 6, 11 թվականից արդեն կա մեր սպառումը տատանվել է 6-ից 6.5 միլիարդ։ Մեր համակարգը կառուցված է շատ ավելի մեծ սպառում ունեցող տնտեսության համար։ Հիմա մենք դա չունենք։ Երկրորդն էլ, որ մտածում ես անվտանգության համար ատոմակայան կառուցելը, այդ հարցերը առաջանում, գոնե այս բանով։ Երրորդը, որ զուտ էներգետիկ տեսանկյունից ու միգուցե գնից էլի, եկեք բարձ բան անենք, ատոմակայանի, նոր կառուցվող ատոմակայանի գնի վերաբերյալ, սակագնի վերաբերյալ որևէ մեկ քննարկում եւ վերլուծություն դուք լսել եք։ Դե պարտավոր չեմ լսել, որովհետեւ դա երևի ենթադրում եմ փակ քննարկումներ է։ Բացարձակ, ինքը տնտեսական քննարկում է, ինքը փակ քննարկում չպետք է լինի։ Դա շատ ավելի թանկ էլեկտրաէներգիայի աղբյուր է, եթե խոսում ենք նոր կառուցվող ատոմակայանի։ Մի հարց, որը անխուսափելի է, այդ ամերիկացիների առաջարկը զուտ տնտեսական է, թե այնուամենայնիվ Westinghouse-ը դա աշխարհաքաղաքական գործիք է, որը համենայն դեպս արևելյան Եվրոպայում կիրառվել է եւ աշխատել է, հա։ Այսինքն այլընտրանք առաջարկել խորհրդային ռուսական այդ տեխնոլոգիաներին, բերել արևմտյան դաշտ։ Տեսեք, ցանկացած էներգետիկ ծրագիր, առավել էներգետիկ անվտանգության առնչվող ցանկացած ծրագիր, առավել եւս այդ թվում եւ գլխավորապես ատոմայինը, դա քաղաքականությունը անխուսափելի է։ Ինչքան էլ մասնագետներով քննարկենք, խոսենք, մենք չենք կարող ենք Այսինքն քաղաքական որոշում է կայացվելու ի վերջո։ Քաղաքական հայտարարություններ չանել, քանի որ այդ խնդիրը չունենք մեր դրաշճի հարցը, բայց չենք կարող խուսափել մեր վերլուծությունների նաև ժամանակ։ Արևելյան Եվրոպայում, որ դուք մատնանշում եք, տարբեր մոտեցումներ են ձեռնարկել։ Այն պետությունները, որտեղ հնարավոր է լինել, օրինակ Լիտվայում ատոմակայանը փակվել են, որտեղ հնարավոր չի եղել, ձեր ասած մոտեցումներով են իրականացվել։ Խնդիրներն ու լուծումները տարբեր են եղել։ Ես մի փոքր այստեղ եւ էներգետիկների համար, համակարգի, ոնց որ ասում են սիստեմշիկների համար, դա արդեն այդ հարցը վաղուց այն իմաստով որ Հայաստանին ցանկացած պետության այդ թվում Հայաստանի ատոմային էներգետիկա պետք է, ու դա միայն էլեկտրաէներգիա չի, դա տեխնոլոգիաներ է, ընդհանուր բժշկության մնացած, դա կարծում եմ աներկելի փաստ է։ Եվ անվտանգային իմաստով իհարկե կանգնեցնելու էլեկտրաէներգիա մատակարարելու հարցը չի միայն, դա նաև անվտանգային վահանի ֆունկցիա է կատարում, որը որ էլի աշխատում ենք շատ չխոսել, բայց բոլորը հասկանում են, այդ թվում մեր ճակերտավոր բարեկամները կամ իրական ճշտամիները։ Այդ տրամաբանության մեջ եւ հետո խաղաղ ատոմի ընտանիքը, որ այսինքն այս պահին 36 պետություն է, որը որ ունի իր տարածքում գործող ատոմային էլեկտրակայան, մենք այդ 36-ից մեկն ենք։ Դա բազմաթիվ առավելություններ է տալիս, հիմա կարող ենք քննարկել այդ առավելությունը տնտեսապես մեզ էֆեկտիվ չի եւ այլն, բայց այդ գլխավոր բաղադրիչը մեր էներգետիկ համակարգից չի կարելի հանել։ Նաև դա ցավոք սրտի մեր ատոմային կայանի արտադրանքը տարեստարի նվազում է, այսինքն ընդհանուր էներգետիկ բալանսի մեջ փաստացի արտադրանքի մասին է խոսքը, որը որ խնդիրներ է առաջացնում։ Ես օրես լսում էի նախարարի հարցազրույցը, որտեղ ինքը ասում է, օրինակ արևային էներգետիկան մնացած որ զարգանում են, ցերեկային ժամերին մեզ համար համակարգային խնդիրներ են առաջացնում։ Ես ուրախ եմ, որ դրա մասին արդեն պաշտոնական մակարդակում խոսվում է, որովհետև ջեկերի անջատման խնդիր է առաջանում եւ այլն, որովհետև շատ ճիշտ ասում պարոն Հարությունյանը, մեր համակարգը ամբողջապես չի միացել սինխրոնիզացիա տարածաշրջանային պետությունների հետ, ավարտված չի երրորդ էլեկտրահաղորդման գիծը Իրան-Հայաստան, Վրաստանի մասով սկսված էլ չի, այն ինչ որ սկզբանե նախատեսված էր։ Այսինքն հիմա մենք եթե օրինակ 2030 թվականին թիրախադրած, որ 15% պետք է հասնի արևային էներգետիկայի մասը, շատ հաճելի, շատ լավ թիրախ է բոլոր իմաստներով, եւ տնտեսական, եւ դիվերսիֆիկացիա, եւ մնացած։ Բայց այդ էլեկտրաէներգիան, եթե օրինակ նախատեսված էր պայմանական 2019 կամ 20 թվականի երրորդ էլեկտրահաղորդման գծի միջոցով փոխել Իրան, այդ երրորդ էլեկտրահաղորդման գիծը 2028 թվականից շուտ չի գործարկվելու։ Հետևաբար միգուցե պետք է այդ թիրախներն էլ վերանայել։ Լավ, եթե ամերիկացիները գալիս են մեր էներգետիկ շուկա, հա, ատոմային ոլորտում, արդյոք դա նշանակում է, որ արդեն այսպես վերաօրիենտացիա է տեղի ունենում, թե խոսքը ընդհանրապես դիվերսիֆիկացիայի մասին։ Տեսեք, էներգետիկ շուկա ԱՄՆ ընկերությունը մտել է դեռևս Contour Global-ի Դե խոսքը ատոմակայան կառուցելու մասին է այս դեպքում։ Սա ես չեմ ուզում որևէ կերպ քաղաքական գնահատականներ տալ, որովհետև սա պետության առաջնահերթության, պետության արտաքին քաղաքականության եւ անվտանգային քաղաքականության հարց է։ Սա էներգետիկ հարց չի։ Սա հստակ պետք է ֆիքսել։ Հիմնավորումները թե ինչ նոր ատոմակայան եւ ինչ հզորության թե հարցը սա է, արդյոք հնարավոր է համատեղել։
Թե ռուսները կասեն, դե եթե ամերիկացիների հետ գործ ունեք, գնացեք իրանց հետ շարունակեք։ Ես համատեղելիություն այդտեղ չեմ տեսնում։ Մենք այնպիսի էներգետիկ համակարգ չունենք, որ օրինակ հիդրոէներգետիկայի ոլորտում ունենք ամերիկյան ընկերություն, ունենք ռուսական, ունենք տեղական ընկերություններ, որովհետև իրանց չափը այնպիսին է, որ թույլ են տալիս եւ ունենանք այդպիսի դիվերսիֆիկացիա։ Ատոմային էներգետիկայի ոլորտում ես չեմ կարծում է դիվերսիֆիկացիան հնարավոր է։ Անկեղծ չի տեղավորվում։ Կլինեն հետևանքներ, գիտեմ, պատժամիջոց դնեն պատիժ ինչ որ տարբեր տնտեսական գործիքներ կիրառելու միջոցով։ Անկեղծ ասեմ, ես ոչ մի տարբերակ պրակտիկորեն որ մտածում ես, չեմ պատկերացնում, որ դա կլինի, որովհետև ատոմակայանը մեր գործելու է եւս 10 տարի, չգիտեմ, հստակ ժամկետը հիմա քննարկում են, որ էլի պետք է երկարացվի։ 41, հա, հիմա։ Ամեն անգամ մի քիչ առաջ, որ իրականում եթե իր վիճակը տեխնիկական թույլ է տալիս, որ ինքը ավելի երկար ծառայի, ինքը պետք է ավելի երկար ծառայի, որովհետև իրականում վերջի վերազինման ծրագրի ժամանակ ամեն ինչ փոխվել է։ Բացի ռեակտորից, որը ուսումնասիրվել է եւ կոպիտ ասեմ միկրոճաքեր ոչ մի տես բանը չի հայտնաբերվել, մնացած ավտոմատիկայի գեներատոր ամեն ինչ փոխվել է, այսինքն ինքը համարյա նոր ատոմակայանը բացի այդ իր քորից։ Եվ ինքը պետքա ծառայի ինչքան որ ինքը անվտանգա որ ծառայի։ Դա մեկ, բայց դրանից հետո էլ սկսում է մեկ այլ process։ Դա ապագործարկումն է, որը տևելու է տասնյակ տարիներ։ Ու առանց ռուսների նույնպես չեն կարողանալ իրականացնել։ Մինչև 60 տարվա ապագործարկման ծրագիր կա, 60 տարի տևելու է։ Դա իհարկե չենք կարող։ Այսինքն ստեղ պետքա շատ զգուշ լինել մեր գնահատականներով եւ պետքա զգուշ լինել մեր հեռանկարների ընտրություններով, որովհետեւ ստեղ մենակ քաղաքական հարց չի, քաղաքական որոշումը կարող ունենա շատ լուրջ անվտանգային եւ տնտեսական հետևանքներ։ Բայց այդ քննարկումների մեջ ոչ մի ճիշտ ասած բնույթ սուտիվոյ ոնց կլինի, այսինքն են էական փաստեր չեն արձանագրվում, միշտ քաղաքական ինչ-որ հայտարարություններ են արվում, բայց երբ որ արդեն սկսում ես խոսել մի քիչ էկոնոմիկայից, մի քիչ ռեժիմներից, մի քիչ կադրերից, մի քիչ ոչ մի տեսակի կրիտիկայի չի դիմադրում այս քննարկումը, ու այս քննարկումը արդեն 2 տասնյակ տարի կա։ Միշտ էլ եղել է 90-ականների սկզբին էլ, երբ որ ուզում էին վերագործարկեին, էլի տենց քննարկումներ կար, 2000-ականներին միշտ քննարկում են, հա, քննարկեք, բայց գործը առաջ չի գնում, որովհետև հիմնականը մենակ այդ են անում, քննարկում են։ Դե ճիշտ է, երբ այդ խնդիրները քննարկում են մասնագետները, բայց նաև անձամբ ինձ հետաքրքիր է ինչ են մտածում սովորական մարդիկ։ Լսենք։ Մեզ պետք է ամերիկյան, ռուսական ոչինչ չպետք է մնա Հայաստանում։ Որպես քաղաքացի ես գտնում եմ, որ պետք է համագործակցել ռուսների հետ։ Ոչ նրան։ Եվրոպական, էլի, որտեղ ավելի զարգացած այդ Եվրոպայում տեխնոլոգիաները գուցե ես սխալվում եմ, չեմ կարող ասել։ Հայկական։ Պետք է դա նկատի առնելով, որ որակով ավելի լավ է գները ոնց են, դուք գիտեք, այդպես չի կարելի միանգամից ասել ամերիկյանը լինի կամ ռուսական։ Այդ հզորության, որ մեզ պետք է, այդպիսի ռեակտոր հիմա շահագործում են, ինչքան ես գիտեմ, միայն Ռուսաստանում եւ Չինաստանում։ Ամերիկյան տեխնոլոգիան շատ առաջ է գնացել, ինձ թվում է։ Ամերիկյան կարծում փորձ չկա այդպիսի աշխարհում։ Մեր վրա պետք չի փորձել ամեն։ Ռուսական մոդելը շատ լավ փորձարկված է եւ այն ինչ որ մենք հիմա ունենք վատ բան, շնորհիվ ռուսական բոլոր տեսակի մոդելների, ռազմական, դիվանագիտական, տնտեսական, մի խոսքով ամեն վատ բան ես համարում Ռուսաստանի հետ կապված։ Որն է ռեալ ես չգիտեմ, բայց Հայաստանին դա անհրաժեշտ է եւ պատկերացնում եմ, որ փակվի այդ ընթացքում ինչա կատարվելու։ Աստված տա, որ այդ 4.5 ամսում մենք արհավիրքի առաջ չկանգնենք։ Հայաստան ատոմակայանն է պահում։ Ամերիկացիները դեռ նախագծային մասում է գտնվում, իրանք դեռ հələ արդյունաբերության մաս չեն տեղափոխել եւ ամենակարևորը իրանք չեն շահագործել դա, ասինքն դրական եւ բացասական փորձի հետ մենք ծանոթ չենք, իսկ ռուսական այդ ձեր այսպես կոչված փոքր հզորության, բայց ստացանար ատոմակայանի հետ մենք այդ փորձը ունենք, այդ ծանոթությունը ունենք։ 50-նա 50, ով շատ կասի նայել թող ընտրեն։ Որ կողմը որ ճիշտ կլինի Հայաստանի համար։
Տեսեք, հասարակությունը քաղաքականացված է, բոլորը քննարկում են ամերիկացիներ կամ ռուսներ, հա, բայց կարծեմ եղել են նաև այլ տարբերակներ Ֆրանսիայից, Կանադայից, Չինաստանից, Կորեայից, այլևս չեն քննարկվում։ Ես եթե թույլ կտաք մի փոքրիկ ակնարկ նախորդ պատասխանի հետ կապված, ես շատ շնորհակալ եմ պարոն Արությունյանին այն անդրադարձի համար, որ ինքը բերեց ուղեց հարցադեպի մասնագիտական դաշտ, որովհետև ցանկացած ընտրության համար գլխավոր հիմքը արդյոք այդ ատոմականը XYZ դուք հիմա նաև ձեր հարցին նաև զուգահեռ կանդրադառնամ իրականում իմպլեմենտացվել տեխնիկապես, տնտեսապես հնարավոր է այստեղ թե չէ։ Մենք այդ թվում ես եւ շատ մասնագետներ անընդհատ դրա մասին ենք խոսում։ Մենք չենք քննարկում այս կամ այն տարբերակը լավն է թե վատն է։ Մենք քննարկում ենք դա Հայաստանում կիրառելի է թե կիրառելի չէ։ Ձեր վերադառնալով ձեր հարցին ավելի կոնկրետ իմ իմացած տեղեկություններով Չինաստանի իհարկե հետաքրքրություններ բոլորն էլ ունեն, բայց փաստացի այսպես կոչված short list-ում ըստ էության ֆրանսիական տարբերակը այն ինչ որ հրապարակային է կամ հնարավոր է հրապարակել short list-ում մնացել են մեն ամերիկյան եւ ռուսական տարբերակները։ Այստեղ ուրիշ հարց կա։ Մենք եթե ընտրում ենք, եթե արդեն գանք մասնագիտական հարթություն, ասենք եթե ռեակտորը ընտրվեց Ռոսատոմի տարբերակը, ով ասե որ ամեն ինչ պետք է լինի Ռոսատոմի հետ աշխատանքը։ Միգուցե կարանք դիտարկենք օրինակ շատ կոնկրետ օրինակ, Հունգարիայի օրինակը կամ Եգիպտոսի օրինակը, որոնք ռեակտորները ռուսական են, բայց իրենք համագործակցում են Ֆրանսիայի Ֆրոմատոմի հետ, այսինքն ավտոմատիկան մնացած ուժային սարքավորումները մնացածը հեռու չգնանք նոր Ռուսաստանի Կուրսկի ատոմակայանը, որ նոր ռեակտոր է այնտեղ կառուցվում, միակ օրինակն է այս պահին Ռուսաստան արևմուտք գլոբալ համագործակցության կոնկրետ Ռոսատոմի եւ Ֆրոմատոմի հետ։ Այսինքն Ֆրոմատոմի ներկայացուցիչները, եթե չեմ սխալվում, նախորդ տարի Հայաստանում էին, ելի շատ հպանցիկ լուսաբանվեց, թե ինչ կոնկրետ նպատակով էին, ինչևէ բոլորի հետ համագործակցությունը ոչ միայն ցանկալի, այլ նաեւ պարտադիր է։ Այստեղ մենք ռեակտորի ընտրության խնդիր ունենք եւ մնացած ավտոմատիկայի հետ կապված, մնացած ուժային սարքավորումների հետ կապված, որևէ մեկը, եթե մենք չհատագովում ենք դիվերսիֆիկացիան ու հաճախ այդ ոլորտում, ասենք ոչ ոլորտի մասնագետները դա ասում են որպես ավելի շատ քաղաքական ենթատեքստի մեջ, քան էներգետիկական ենթատեքստի մեջ։ Էներգետիկական ենթատեքստի մեջ դիվերսիֆիկացիան Հայաստանում բավարար մակարդակով որպես մասնագիտական, այսինքն հզորությունների իմաստով, մնացած իմաստով, ինչքան հնարավոր է արդեն բավականին հասել ենք տարիների ընթացքում 90-ականներից մինչև 20-21 թվականները։ Հասարակությունը այդքան քաղաքականացված չի եղել, որքան հիմա։ Չէ, հասարակության մասին չի խոսք, էներգետիկական դիվերսիֆիկացիա, այսինքն հզորությունների, տեսակների, այսինքն եթե սովետական միությունը մեզ ժառանգել էր հարմոնիկ երաբադաղադրիչ համակարգ, այսինքն հավասարապես գրեթե ներկայացված էին հիդրոէներգետիկան, խոշոր հիդրոէներգետիկան, ատոմային էներգետիկան եւ ջերմային էներգետիկան, ջեկերի մասին է խոսքը։ Ապա ընթացքում փոքր հեկերը գործարկվեցին, որով էներգիայի որպես տարեր, արևային էներգետիկան սկսեց զարգանալ, այսինքն այդ տեսանկյունից դիվերսիֆիկացիան էներգետիկ իմաստով կարող է մեր երազածը չի, բայց առնվազն այնպես էլ չի, ինչպես ներկայացվում է ոչ մասնագիտական դաշտում։ Ահա, դուք իրատեսական եք պատկերացնում եք, որ իսկապես ահա այդպիսի դիվերսիֆիկացիա լինի Արթուրի ասածով, այսինքն ռեակտորը լինի ռուսական, բայց ինչ որ մասով սպասարկեն ֆրանսիացիները, կանադացիները, չինացիները։ Շատ կեմ ներողություն, ոչ թե սպասարկեն, այլ մատակարարեն այն սարքավորումները այդ նոր Դա իհարկե միշտ էլ հնարավոր է եւ տեխնիկապես շատ ծրագրեր հենց այդպես էլ նախագծվում են, նույն հիմա էլ կառուցվում է հարևան երկրում Ակուիա նուկլեարը, որը կառուցում է Ռոսատոմը եւ այնտեղ էլ միայն ռուսական չէ տեխնոլոգիան, այնտեղ Siemens-ն էլ է, չնայած Siemens-ը քաշեց իրանց այս վերջերս սանկցիոն պատճառներով, բայց ամեն դեպքում ինքը միանշանակ իրատեսական է եւ ինքը այնպես չի, որ sense մոդուլար պատրաստի որոշում է, որ sense բերում դնում են իր ամեն ինչով, չէ, ինքը պետքա տարբեր տեխնոլոգիաներով համադրությամբ լավագույն լուծումները գտնվի։ Ես ընդհանրապես կուզեի մի հատ բան ասել, որ իրականում շատ վտանգավոր է, երբ որ այս թեմայի շուրջ արդեն ոնց որ չափազանց քաղաքական քննարկումներ են քաղաքականացված գնում, որովհետև ատոմային էներգետիկան այդ այն ոլորտն է, որ պետքա մի քիչ վեր լինի սովորական քաղաքականությունից, որ նույնիսկ պարզ օրինակ եմ ասում, նույնիսկ հիմա այս վերջի տարիներին ԱՄՆ եւ Ռուսաստան այս լարվածության ներքո ԱՄՆ-ն շարունակում է գնել ատոմային վառելին Ռուսաստանի դաշնությունից։ Սա պետք է բոլորի համար հստակ լինի որպես նշան, որ ատոմային էներգետիկան մի քիչ ուրիշ է։ Այստեղ պետք է ավելի զգուշ լինել, ճանճերը առանձին, կոտլետները առանձին։ Ատոմ ցանկացած ռեակտորում խնդիր
ոչ թե խնդիր է այդ երկրի համար, այլ խնդիր է առնվազն շատ լայն տարածաշրջանի համար, եթե ոչ ամբողջ աշխարհի համար։ Դրա համար ստեղ անվտանգություն, ավելի սառը տնտեսական հաշվարկ եւ ավելի քիչ քաղաքականություն, ասենց ասեմ, դա ինչքան ժամանակ ունենք, հա, այսպես այդտեղ եւս տարբեր ժամանակների մասին է խոսք գնում։ Ենթակառուցվածքների նախարարը ասում է, որ մինչև տարվա վերջ պարտավոր ենք հայտարարել, թե որն է մեր ուզածը, բայց ատոմակայանի տնօրենը ասում է միշտ ապեք ժամանակ դեռ ունենք։ Իրականում ինչքան ժամանակ ունենք։ Եթե հայտարարությունների մակարդակով գանք, 24 թվականի կեսերին հայտարարվում էր, որ 24 թվականի ավարտին կհայտարարվենք։ Հետո երբ 24 թվականը ավարտվում էր, ասցին առաջի երամսյակում կհայտարարվենք։ Նաև պետք է հիշել, որ միշտ գերատեսչական հանձնաժողով կա, որը պարտավորված է այդ եզրակացությունը տրամադրի կառավարությունը, որպեսզի կառավարությունը համապատասխան որոշում կայացնի։ Գանք էլի մասնագիտական տրամաբանությամբ։ 21 թվականին, 2021 թվականին հիմնական վերականգնման վերազինման աշխատանքներ իրականացվեցին գործող Մեծամորի այգում, որտեղ ի թվես այլ աշխատանքների ամենաբարդ աշխատանքը կատարվեց մետաղի թրծում ռեակտորի Իրանի մետաղի թրծման աշխատանքները, այսինքն անվտանգության մակարդակի բարձրացման իմաստով։ Քանի որ արդեն տարբեր մասնագետների, որոնք նաև որոշակի պաշտոններ են զբաղեցնում, իրենք հրապարակել են, ես եւս կարամ ուղղակի կրկնեմ իրենց ասածը կամ երկրորդեն, ըստ այդ եզրակացության կատարած աշխատանքների արդյունքում 2039 թվականը մինչև երաշխիքը տվել այդ կազմակերպությունը ռեակտորի թրծման հետ կապված։ Բայց եթե գանք պաշտոնական փաստաթղթերի մակարդակով, դա ռազմավարական ծրագիրն է 2021 թվականին ընդունված, ապա 2023-ին որոշ փոփոխությունների ենթարկված, այնտեղ գրված է, որ գործող ատոմակայանը 26 թվականի բարեհաջող վերականգնման այդ 4.5 ամիսից դրան է վերաբերվում։ Վերականգնման, վերակառուցման մնացած այդ աշխատանքների շնորհիվ հնարավոր լինի երկարացնել մինչև գործունեություն 36 թվական եւ 36-ից սկսել այն կոնսերվացման գործընթացը, որի մասին գործընկերս նախորդ հարցերից մեկում անդրադարձավ։ Այսինքն, եթե այդ տրամաբանությամբ ենք շարժվում, մենք պետք է իդեալական տեսանկյունից 2036 թվականին նոր ռեակտոր գործարկված ունենանք կամ գործարկման մոտ, որպեսզի հնարավոր լինի սկսել հինի կոնսերվացման գործընթացը եւ նորին ցանցին միացնելու գործընթացը։ Դե տեսեք, եթե ընտրում ենք ռուսների տարբերակը, ուրեմն արդեն հիմա պետք է որոշենք։ Եթե մոդուլային ենք հակված, ուրեմն ժամանակ ունենք։ Արդյոք դա նշանակում է, որ նրանք, ովքեր ասում են, որ ժամանակ ունենք, պատրաստում են հասարակությանը մոդուլայինին։ Տեսեք, միջինը 10 տարի է տևում լավագույն դեպքում ատոմակայանի նմանատիպ լայնամասշտաբ շինարարությունը եւ ծրագիրը։ Իմ համար որոշումը կայացվի հստակ այն դեպքում, երբ որ հստակ 10 տարվա առնվազն պլանավորման դիապազոն ունենա որոշում կայացնողը։ Հիմա դա չկա։ Լավ, իրականում խոսում ենք միայն ատոմային էներգետիկայի մասին, այն դեպքում, երբ տարեց տարի ավելանում են եւ աճում են այլընտրանքային, հա, վերականգնվող մասնավորապես էներգետիկայի արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները։ Դա իսկապես իրական այլընտրանք է, մասնավորապես, եթե խոսքը գնում է արևայինի մասին, ակնհայտ է, հա, ինչ վերելք է, հա, այսպեսի։ Ես թվերով ասեմ, էլի, արևային էներգետիկայի մենք ունենք երկու տիպի արտադրողներ, ունենք ինքնավար արտադրողներ, որոնք հիմնականում շենքերի տանիքներին եւ հարակից տարածքներում տեղադրված սեփական կարիքների համար կայաններն են, որոնց դրվածքային հզորությունը մայիսի 1-ի դրությամբ կազմում էր 475 մեգավատ։ Եվ եւս 25 մեգավատ կառուցման փուլում է, որը մշտական բան է։ Տոկոսով ասեք, դա որն է։ 475 մեգա, ինչի տոկոսով, ինչի Հայաստանում սպառվող էլեկտրաէներգիայի։ Մի քիչ դժվար է բան անել, որովհետեւ իրականում շատ աբսուրդ բան եմ ասում, լրիվ չի հաշվարկվում։ Ցանցը տիրապետում է միայն այն ծավալին, որը գնում է ցանց։ Այսինքն, եթե դուք ցերեկը տեղադրել եք, գիտեմ, որ դուք ունեք ձեր տանը։ Հիմա տեղադրել եք ցերեկը, հիմա տունը մարդկա, չգիտեմ, ինչ որ սպառիչներ միացած են, սպառում եք որոշակի քանակ, ավելցուկը գնում է ցանց։ Ցանցը ֆիքսում է այդ ավելցուկը։ Դա սխալներից մեկն է, որը պետքա շտկվի։ Ցանցը պետքա ասպառիչ ինֆորմացիա ունենա եւ արտադրության եւ սպառման, որովհետեւ հիմա ստացվում է, որ դուք սկսել եք ավելի քիչ էլեկտրաէներգիա սպառել։ Իր մոտ գրանցվում է էլեկտրաէներգիայի սպառման նվազում, որը իրականում այդպես չի։ Դուք նույն ձևի սպառում եք, միգուցե ավելի շատ, բայց կոմպենսացնում եք դա արևայինով։ Բացի 475 մեգավատ տանիքներին, ինքնավար արտադրողներից մենք ունենք մոտ 365 մեգավատ, եթե չեմ սխալվում,
արդեն համակարգային կայաններ։ Մասրիկն էլ հետը, Նասրիկն էլ հետը։ Արդյունաբերական արտադրություն։ Հա, ընթան թվերով սխալով ընդհանուր 850 մեգավատ թվերը երկրորդական են, եթե ներկայիս տեմպերով շարունակի աճել արևային էլեկտրաէներգիայի արտադրությունը, արդյոք մի օր կգա ժամանակը խոսելու, որ իսկ միգուցե մեզ ատոմակայան այդ դեպքում պետք չի։ Եկեք սենց անենք, էլ միշտ խնդիրը արևային ատոմակայանի հետ համեմատելը։ Դրանք անհամեմատելի հզորություններ են, ու սխալ է իրենց համեմատել։ Եթե ատոմակայանը 40% ապահովում է, իսկ արևայինը արդեն գրեթե 20%, տոկոսային առումով չես կարող դու ոնց որ ասում քո միայն տոկոսային առումով չես կարող քո էներգետիկ քաղաքականությունը մշակել։ Իրական անվտանգությունը դիվերսիֆիկացիայի մեջ է։ Անցած տարի մենք 10% արդեն ստացել ենք արևից։ Այս տարի իմ գնահատականով, որ հիմա նայում եմ այս աճը, մոտարապես 22-23% արդեն ունենալու ենք։ Արդեն այն 30 թվականի ցուցանիշը, որը բան ենք անում, դրական երևույթ է, չէ՞։ Դրական է, շատ դրական է։ Այստեղ խնդիրը ընդհանրապես ուրիշ նում է կայանում։ Հիմա շատ իմ գործընկերներ, էներգետիկներ շատ հարգարժան սկսել են խոսել, քննադատել արևային էներգետիկայի, որովհետև արևային էներգետիկան զարգանում է, մնացած ոլորտները չեն զարգանում։ Էներգետիկայի մնացած ճյուղերը չեն զարգանում։ Համապատասխանաբար միջոցառումները ցանցի անվտանգության բարձրացման, միջհամակարգային կապերի բարձրացման, կուտակի հզորությունների ներդրման, դրանք չեն զարգանում, զարգանում է արևային բանը, հիմա ստացվում է արևայինն է մեղավոր, որ ինքը զարգանում է, մնացածը չի զարգանում։ Սխալ է։ Արևայինը մեզ տալիս է մեր սեփական մատչելի էլեկտրաէներգիայի աղբյուր, ու դեռ հարց է իր հետևանքը ցանցերի վրա։ Արևային էներգետիկան տալիս է հնարավորություն ունենալ բաշխված էլեկտրաէներգետիկա, արտադրություն սպառման կետում, որը շատ դրական էֆեկտ ունի ցանցի համար։ Պետք է հստակ այդ հաշվարկել դրական էֆեկտները եւ բացասական էֆեկտները։ Արթուր, ոնց հասկանում եմ, դուք նաեւ դրա բացասական էֆեկտների մասին լավ ասելիք ունեք։ Ես կատակ կես լուրջ ասեմ, փոքր նաեւ պաշտպանեմ էներգետիկներին փորձել, այն իմաստով, որ ես համաձայն եմ, որ եթե ամեն ինչ համակարգային տրամաբանության մեջ գնար, զարգանային բոլոր ենթակառուցվածքները, այդ խնդիրները այդքան սուր չէին արևային էներգետիկայի այդ կտրուկ զարգացման, ինչքան որ հիմա են արտահայտվում։ Բայց հիմա ունենք այն ինչ որ ունենք, այսինքն ոչ միջպետական համակարգերն ու ենթակառուցվածքներն են զարգացել։ Այդ ձեր եթերներում եմ ես հաճախ ասել, որ Հայաստանի գլխավոր խնդիրը ենթակառուցվածքային է, ոչ թե էներգետիկական։ Այսինքն մեր ենթակառուցվածքները զարգացած չեն ու առանձնապես զարգացման տեմպերը մեր մասած գոհացուցիչ չեն։ Եթե այդ ենթակառուցվածքները հզորությունների ավելացում մնացածը լիներ իրար հետ սահուն, այդ բaragայում ոչ մեկ չի կարող, ոչ մի մասնագետ չի կարող ասել արևային էներգետիկան վատ է։ Մենք ուրիշ խնդիր ենք տեսնում։ Խնդիրը տեսնում ենք, որ հավասարաչափ չի զարգանում ամեն ինչ։ Հենց դրա մասին էլ խոսում է գործընկերը։ Այսինքն, եթե հավասարաչափ չի զարգանում, մենք կարող ենք կանգնել, ուրեմն ինչ պետք է պետությունը զսպի տնտեսավորողներին։ Պետությունը պետք չի զսպի, պետք է որոշակի կարգավորման գործիքներ մտցնի, որը որ ավտոմատ կբերի ինքնակարգավորման պետության հենց դրա համար կամ պետական կառույցներ։ Ես շատ եմ քննադատել նաև ժամանակին, որ նախարար էներգետիկայի նախարարությունը չկա, փակվեց, որը որ բերեց իր բացասական հետևանքների շատ հարցերում։ Այս տեսանկյունից հիմա մենք այդ էլեկտրային հիմա օրինակ ջեկերը որ անջատվում են, դա համակարգային խնդիր է առաջացնում։ Ես մի մասնագիտական տերմին ասեմ ռեակտիվ հզորություն։ Արևային կայանները չեն կարող դա ապահովել, ամենահզոր արևային կայանները, առավելևս ինքնավարները։ Եվ հենց դրա մասին նաև նախորդ հարցերի պատասխանների ժամանակ ասի այդ թիրախները, որոնք որ լավ էին 21 թվականին կամ ավելի շուտ որ ռոմանտիկ էին անգամ թվում, այդ 15%, 20% եւ այլն, հիմա հասել են կամ շատ մոտ ենք հասնելուն։ Միգուցե պետք է հետաձգել այդ թիրախները մի քիչ երկարացնել, որովհետև կամ էլ պետք է այդ ծրագրերը երրորդ էլեկտրաղորդման գիծ մնացած շատ ավելի արագացնել տեմպերը, ոչ թե նորաշենի ենթակայանը ավարտել 28 թվականին, այլ 26 թվականին։ Տեսեք, բիզնեսը իր գործը անում է, շահ կա, արտադրում է, առաջարկում է ծառայություն, հա, այստեղ պետության դերն է։ Պետական կարգավորման հարց կա եւ վերջերս նաեւ դրա մասին եւ ազգային ժողովում շատ են հնչում այդ ոչի դրական իմաստով եմ ասում, այդ բանը, որ արդեն կարգավորման խնդիրը հասունացել է, միգուցե նաև ուշացել է։ Բայց տեսեք ոնց է կարգավորվում, հա, օրինակ ես 3 ամիս առաջ տեղադրել եմ արևային կայան եւ դրանից հետո հանկարծ փոխվեցին խաղի կանոնները։ Պարզվում է, Էլցանցը իրավունք ունի չգնել ինձանից էլեկտրաէներգիա, պարզվում է գնվան գինը շարունակում է նվազել, արդյոք դա անտրամաբանական է, չէ, եւ արդյոք դա օրինական է։ Առաջերտին բնականաբար դա պետք է գործի նոր ենթադրյալ տեղակայվելիքների մասին։ Եվ
եթե համակարգայինի մասին ենք խոսում, մասիկ 1-ի մասին խոսեցինք, խոսենք նաև այգ 1-ի մասին, որը որ 220 մեգավատ հզորություն, եթե չեմ սխալվում, պետք է ունենա, նախագծային հզորության մասին ենք խոսում, որը չի մեկնարկել։ Հիմա եթե դա շատ կարևոր ծրագիր էր, որովհետև Էմիրատների հետ համապատասխան կազմակերպության հետ դա չի մեկնարկել։ Հիմա դա մեկնարկել է արդեն, եթե ժամանակին բոլորս ասում ենք քննադատում ենք չմեկնարկելու համար, հիմա ստացվում է ոնց որ էներգետիկ անվտանգության տեսանկյունից, ռեժիմների պահպանման տեսանկյունից, մնացածի տեսանկյունից, ոնց որ թե պետության բիզնեսի մնացածի համար լավ չի, որ չի մեկնարկել, բայց էներգետիկ անվտանգության տեսանկյունից այս պահին լավ է։ Հետևաբար տենց հարցեր կան, որոնք այնուհետ տեսենք դուք ունեք ձեր պարագայում, ես չունեմ, ես որոշում եմ տեղակայել, ես արդեն նոր խաղի կանոններով, եթե ինձ ձեռք է տալիս նպատակահարմարը ինձ այդ խաղի կանոնները, տեղակայում եմ, ոչ մեկ չի արգելու, չի կարող արգելի, այլ ուղղակի ավելի խիստ, ավելի ուշադիր պետք է լինել այդ կարգավորման հարցում։ Հայաստանը այն բացառիկ երկրներից է, որտեղ կան էներգիայի շատ տարբեր աղբյուրներ, եւ ատոմակայան, եւ ջեկեր ունենք, եւ հիդրո, եւ արևայինն է զարգանում։ Դա դրական երևույթ է, այդ դիվերսիֆիկացիան անվտանգության տեսակետից առավելություն է։ Շատ մեծ առավելություն է, մենք չենք կարող հույս տնել մեկ կամ երկու աղբյուրի վրա, մենք պետք է մաքսիմալ դիվերսիֆիկացնենք։ Արևային էներգետիկայի պարզապես մեկ բան էլ արդեն թիրախները հասել են, այսինքն ու աճը գնում է, այստեղ պետքա շատ արագ քայլեր արվեն։ Խոսում ենք կուտակիչներից, բայց օրենքի մակարդակով էներգետիկայի մասին օրենքում չկա նաև կուտակիչներ դեռևս որպես տերմին, որ պետքա սահմանվի, որ հետո գնա ենթաօրենսդրական նորմատիվային որոշակի ակտեր, որ կարգավորվի ոլորտը։ Խոսվում, բայց հստակ քայլեր չեն արվում։ Հիմա մենք պետքա ոչ թե նստենք, մտածենք, լուծումները կա, տեխնիկական լուծումները կան, դրանք տնտեսապես շահավետ տեխնիկական լուծումներ են, որոնք ներդրվել են շատ երկրներում։ Պարզապես պետքա դա անել ու անել կայծակնային արագությամբ։ Երկար, այսինքն շաբաթների արդեն պերսպեկտիվայով պետքա պլանավորել այդ գործողությունները անել, թե չէ մեր համակարգը իրական շատ լուրջ խնդիր է ունենալու։ Մեր ջեկերը հիմա, ես գիտեմ, շատ ժամանակ, պասատկային արվում այն հզորությունների, որը չի թույլատրվում արդեն իրավանով, այսինքն համակարգերի ռեժիմների կարգավորման հիմա շատ բարդ իրավիճակում են գտնվում, որը ցենց ասեմ օրեր են լինում, որ ցենց գծի վրով ենք անցնում, էլի, որ իրականում կարող է վթարները համակարգային դառնան շատ հաճախակի երևույթ, եթե շատ արագ մենք քայլերի չգնանք։ Այդ քայլերը կան, այդ լուծումները կան, պրոստը պետքա դրանք արվեն վերջապես։ Մենք էլեկտրական մեքենաները, մի թիվ ասեմ, առաջի երամսյակով 43% ներմուծվող մեքենաների էլեկտրական մեքենա են եղել։ Դա էլ իր մեջ վտանգ ունի։ Դա վտանգ չի, դա միայն առավելություն է, որովհետև էլեկտրական մեքենան բերում է ավելյալ սպառում, որը թույլ է տալիս հավելյալ մաքուր էլեկտրաէներգիա արտադրել ու կարողանում է ինքը գիշերային բեռը բարձրացնել, որն էլ մեր համար շատ լավ է։ Ցանկացած էներգետիկ համակարգի համար գիշերային բեռի բարձրացումը շատ կարևոր է։ Ու այդ թիվը գնալով աճել 23 թվականին 7.5% է եղել, 24 թվականին 23% է եղել, հիմա 43% է եղել։ Ու սա շատ դրական երևույթ է, պետք է օգտագործել։ Մենք հիմա փողոցներում ունենք 1600-1700 մեգավատ պատտվող կուտակիչ հզորություններ։ Կա տեխնոլոգիա, որը կոչվում է vehicle to grid, V2G, որը թույլ է տալիս հակառակը ոչ միայն դու ցանցից վերցնես, այլ ցանցին տաս էլեկտրաէներգիա այն ժամանակ, երբ որ ցանցին դա պետք է։ Լուծումները կան, պարզապես պետքա հստակ գործողություններ անել ու չնստել քննադատել այն ոլորտը, միակ ոլորտը, որը զարգանում է, այն ոլորտը, որը $5 միլիարդ ներդրում է բերել մեր էկոնոմիկա վերջի տարիներին, թույլ է տվել զսպել որոշակիորեն էլեկտրաէներգիայի սակագնի աճը, ապահովել է դիվերսիֆիկացիա, չնստել քննադատել, թե ոնց է զսպել, այլ նստել քննարկել, թե ոնց է ավելացնել, ինչ լուծումներ են պետք, որովհետև պետության առաջնահերթությունը պետք է լինի սեփական ռեսուրսը զարգացնելը, սեփական, էժան, մաքուր, էլ ուրիշ ինչ եք ուզում։ Ես շնորհակալ եմ արդյունավետ զրույցի համար։ Հիմա ուզում եմ երկուսիդ էլ հնարավորություն տամ ընդամենը մեկ նախադասությամբ հիշեցնեք, թե ինչն էր ձեր խոսքում ամենակարևորը եւ ինչը պետք է հիշի հեռուստադիտողը ձեր խոսքից։ Իմ կարծիքով Հայաստանի Հանրապետության համար ատոմային էներգետիկային այլընտրանք չկա,
եւ պետք է զարգացվեն համաչափ բոլոր էներգիայի տեսակները, արտադրող տեսակները, կուտակիչների մասով էլ եւ կան ավելի համակարգային կուտակիչների մեթոդներ, հիդրոակումուլյացիոն կայաններ, որոնք իմիջիալոց եւ խորհրդային միության ժամանակ եւ նորանկախ ժամանակաշրջանում դրա տեխնիկական տնտեսական հիմնավորումներն են արված։ Հետևաբար պետք է լինի համաչափ, համակարգային եւ ռազմավարական զարգացում։ Ռազմավարական մտքի բացակայությունը ըստ իս ազգային անվտանգության սպառնալիք է։ Այդ նարատիվը, որը դուք ուզում եք փոխանցել հեռուստադիտողին, որն է։ Վերականգնող էներգետիկան պետք է զարգացնել, դա մերն է, դա մատչելի է, դա անվտանգ է եւ ամբողջ մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի դրան նպաստելու եւ դրա շուրջ համակարգը կառուցելու։ Շնորհակալ եմ, հիշեցնեմ, զրուցակիցներս էին էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանը եւ էներգետիկայի գործակալության հիմնադիր Հայկ Հարությունյանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։